տեսությամբ հագեցած դաս է լինելու մեր մոտ, բայց ոչ մի բարդ բան չի լինելու, էլի։ Ուղղակի երկու հատ գրադարանի ենք ծանոթանալու ու ընդհանուր թե ինչեր կա իրանց մեջ։ Նման է լինելու են, որ random-ից կամ OS-ից, որ տարբեր բաներ է ցույց տալիս, այ դրան է նման լինելու, այսինքն ցուցադրություն, թե ինչ հնարավոր բաներ կա անելու, ոնց որ ծաղկաքաղ արած էլի, ամենա ըստ փորձի ամենաօգտակար բաների ներկայացումը, էլի։ Ապես երկու համար NumPy ու Pandas, NumPy-ը ինքը տենց արագ հաշվարկների համար է, տենց գիտական գրադարան է լավ, իսկ Pandas-ը ինքը տվյալների հետ աշխատելու համար է, աղյուսակային տվյալների։ Լավ, ինչ որ հարցեր ժողովուրդ։ Okay, դե դեպքում միանգամից ասենք ներկայացնելով, սրանից հետո հաջորդ դասը կամ գործնական կանենք այս օգտագործելով, կամ մի հատիկ է տեսական կանենք, երկու հատ գրադարան կսովորենք, տենց ոնց որ գրադարանները կծածկենք, դրսի գրադարաններ առնվազն էլի, կարող է հենց Boom Python-ի գրադարանները ուսումնասիրենք մի երկու հատ։ Ու այդքանը որ անենք, արդեն կամ ոնց որ լրիվ կփակենք գրադարանները ու հետո գործնական կանենք, կամ էլ լավ մի խոսքով, շատ առաջ չընկնեմ, այդքանը վստահ չեմ։ Բայց լավ, մի հատ սկզբում ռեկլամը սկսեմ, էլի NumPy-ի, ինչի արժի NumPy օգտագործել։ Ստացվում անգլերենով գրած է, բայց GPT-ի հետ գրած, բայց հայերենով հեսա կասեմ։ Ինքը նախ առաջի հերթին, ինքը բացվում է որպես numerical Python, թվային Python, ու ինքը անտանելի լավ է ինչ-որ թվաբանական գործողություններ անելու համար։ Ինքը տենց շատ օպտիմիզացված տենց C-ի կոդով աշխատում է ու բավականին կարծած ամեն ինչ արածը շատ արագ լինի, էլի։ Ինքը թույլ է տալիս տենց բազմաչափ լիստերի հետ աշխատել, այդ կարող լինի նկարներ ինչ-որ, որ նկարը պատկերացնենք որպես լիստ, որտեղ ամեն մի պիքսելը ինքը մի հատ լիստ է 3 էլեմենտով, այնտեղ ինչքան կարմիր կա, ինչքան կանաչ, ինչքան կապույտ։ Ինքը շատ հարմար ֆիչերներ ունի, շատ հարմար գործիքներ ունի, որոնք կսովորենք, օրինակ մեկը broadcasting-ն է, այդ տեսամից հետո կտեսնենք բայց ինչա։ Ինքը մաթեմատիկայի ֆունկցիաների համար է շատ օպտիմիզացված, գծային հարաշվի, վիճակագրության եւ այլնի շատ հարմար է։ Ինքը ահավոր լավ աշխատում է ուրիշ գրադարանների հետ։ Մենք իրականում հիմա NumPy ենք անցնում, հետո Pandas ենք անցնում, որտեղ Pandas-ի տակից NumPy-ը աշխատում։ Pandas-ը իր տվյալները պահում է որպես NumPy-ի լիստեր, ավելի շուտ array-ներ, մի քիչ ավելի ճիշտ տերմինով եթե խոսանք։ Ու ուրիշ գրադարանները որ նայենք, բոլորը տես NumPy-ի հետ դույով են, էլի, որտեղ NumPy-ը շատ ֆունդամենտալ գրադարան է, էլի։ Ինքը ահավոր էֆեկտիվ է հիշողության տեսանկյունից, հեսա կտեսնենք դա օրինակով, ու իր հետ կա շատ հարմար կարելի է տենց զուգահեռ հոսքերով աշխատել, այսինքն նես դնել, որ ասենք կոմպի մեջ եթե բան կա, 4 հատ պրոցեսոր կա, 4 պրոցեսորը միաժամանակ աշխատում։ Մենք մինչև հիմա ինչ գրել ենք, ինքը սենց ուղիղ է եղել, էլի, միանգ ուղղակի մի հատ բան սենց աշխատելով գնացել է։ Իսկ հետո որ նայենք, իսկ տոն ոնց որ կա տենց parallel computing գաղափարը, որ միաժամանակ մի քանի բան է աշխատացնում։ Մի խոսքով, դրան երևի տենց պուջուր դեմոնստրացիայի բանի տեսանք ինձ կանդրադառնանք, բայց լավ, ոնց որ զուտ տենց չոր ռեկլամը NumPy-ը թե ինչա, հիմա մի հատ օրինակների վրա փորձեմ համոզել, որ իսկականից լավ բան է ինքը, մենք իրան օգտագործելու համար պետք է գրենք, այստեղ չեմ դրել այս բանը երևի, հեսա, չէ, այ բաց թողում այն կողմից է, պետք է վերևում գրեի, որպեսզի կարողանանք իրան օգտագործենք, ինքը տենց գրադարան չի, որ ամեն տեղ լինի, այսինքն հենց մեր կոմպով եթե վերցնենք, պետք է մեր կոմպի մեջ իրան նստացնենք, դա անում ենք կամ գրելով pip install NumPy կամ conda install NumPy։ Եթե conda-ն նայել եք ինչա, քաշել եք, ես խորհուրդ կտամ մեծամասամբ conda-ից օգտվել, որտեղ իր հետ շատ ավելի հարազվադեպ այլ պրոբլեմներ լինում, էլի։ Այս կոլաբում ինքը միանգամից ավտոմատ կա, ու իրենց հետո ընդունված է այդ NumPy գրադարանը ներմուծելուց ոչ թե ուղղակի գրել import NumPy, այլ NumPy երկար է, ընդունված է իրան կարճ գրել ուղղակի NP, որ մենք as NP։ Ոստեղ մեկ է time մոդուլն իմպորտարը, եկեք ցուցադրենք, լսում եմ։ Ես չհասկացա այդ pip-ը ու conda-ն ինչա։
այդ կոնդան, այսինքն այն որ մենք քաշել ենք ուղարկել ենք դա այդ ընդհանուր չհասկացա իրանց իմաստը։ Իրանք բան են, ինչ որ package-ներ, ինչ որ գրադարաններ ներբեռնելու համար գործիքներ են։ Այսինքն մի վարքան ես Anaconda-ն իր ներկայացած բանից մեկը ուղղակի տերմինալն է, այստեղ կարաս ոնց գրես կոնդա, ինքս հրամանների ցանկ կտա ու կարող օրինակ ասենք կոնդա install ու մենք որ գրադարանի անուն ասենք, եկեք այդ գրադարանը բերի մեր կոմպի մեջ։ Ոնց է OS գրադարանը մեր կոմպի մեջ արդեն կա ու իրան կարող հանգիստ օգտագործենք։ Մեր գրադարանները որ չկա, իրանց օգտվում։ Այդ պիտներ Python քաշելուց է գալիս, էլի։ Ես նաև կոնդան քաշելուց էլ երևի պիտը կնա, վստահ չեմ հիշում ճիշտ որ ասեմ։ Այս մի խոսքը ցած ասան NumPy-ը կբերի մեր կոմպի մեջ ու կարող NumPy-ն էլ օգտագործենք։ Okay, awesome, kind of manevers. Ինչպես կան, հանդիպ NumPy-ը օգտագործենք։ Այսինքն ամեն պրոյեկտի համար մենք պետք է այդ install-ը անենք, թե մի անգամ որ այդ կոմպը վարել ենք, արդեն կոմպի մեջ է լինելու, ոչ թե պրոյեկտի։ Թե մի անգամ install արել ենք, շո ինքը արդեն կոմպի մեջ է, էլ հետո կարիք չկա։ Բայց ընդունված է, ոնց որ ամեն անգամ երբ որ նոր պրոյեկտ ես սկսում, մի հատ նոր տեղ հավաքես այդ քո սախ գրադարանները, որը տենց իրար չխանգարեն, էլի։ Իրանք տենց վիրտուալ միջավայրեր են կոչվում, virtual environment-ներ։ Իրանց մասին իսկ թվում է կխոսանք։ Գաղափարը նա է, որ ասենք մի հատ պրոյեկտի համար կարող ես NumPy ինքս է։ NumPy ուրա վերսիան։ Իհարկե։ Այսպես որ կան տարբեր փուլերում տարբեր կոդեր ա եղել ու տարբեր տարբեր Հիմա այս 1.21 վերսիան է NumPy-ի, բայց հիմա գրադարանի հետ աշխատում եմ, ինչ որ կոդի հետ աշխատում եմ, այդտեղ 1.21 վերսիան եմ օգտագործում NumPy-ի։ Հետո ասենք մի քանի տարի չեմ աշխատում, գալիս եմ էլի նստում եմ ուզում եմ այդ պրոյեկտը անեմ, արդեն նոր բաներ կան NumPy-ի մեջ, ուրիշ պրոյեկտ եմ ուզում անեմ, ճիշտ։ Այդ պրոյեկտի համար ուզում եմ թարմ NumPy լինի, ասենք 2.4-ը լինի։ Հիմա ինչ արես, կարող է այնպես իրաճակ լինի, որ այս իմ հիմիկվա պրոյեկտի հետ NumPy 2.4-ը չաշխատի, իսկ այն պրոյեկտի հետ էլ NumPy 1.2-ը չաշխատի, դες իմանա ինչ անես, էլի։ Դրա համար ընդունված է ամեն ինչ անջատել իրարից ու ամեն ինչի համար մի հատ ոնց որ թազա դատարկ էջ վերցնել, ու այդ դատարկ էջը ոնց որ մի հատ դարակ առանձնացնել, ու այդ դարակում հավաքել ինչ պետք է։ Ստես որ գրած base, այս օրինակ իմ հիմնական Կարամ ստեղ ասեմ կոնդա activate Ուրեմն ու դատարակ կբացի, որտեղ որ կա այն դրամար եմ քաշել։ Այսինքն եթե կարճ պատասխան ունի բերելով, եթե պրոստը գրենք install, հա ինքը կոմպի մեջ կա։ Բայց այդ պրոֆեսիոնալ աշխատելու ձև չի, ցանկալի է ամեն պրոյեկտի համար առանձին գրել։ Այդքանը։ Նորմալ է։ Էլի հարցեր ինչ որ բարի։ Չմետնացնեմ։ Այս մի հատ թեթև օրինակ է, որ տեսնենք արագավորությունը, այստեղ ինչ է արվում, սարքում են չափի 10 միլիոն էլեմենտանոց ցուցակ, լիստով, չկա, 1-ից մինչև 10 միլիոն թվերի ցուցակ ու հաշվում ենք իր գումարը, հետո ֆիքսում ենք ժամանակ երբ վերջացավ ու տպում ենք, թե ինչքան աշխատեց, սպասենք, 4.5 վայրկյան, մետը նույնը անենք NumPy-ով, այստեղ շատ նման է հրամանները, այդտեղ երբ որ գրում ենք sum, այստեղ գրում ենք np-get sum, այստեղ գրում ենք range, այստեղ գրում ենք np-get range, բայց սրանք հեսա կնայենք, էլի, ու նույնը աշխատացնենք, 0.3 վայրկյան, այս մեկը 4.5 էր, այս մեկը 0.3, այսքան
12.68 անգամ ավելի արագ էր։ Կարանք մի հատ աշխատացնենք։ Այս անգամ 21.38 անգամ ավելի արագ։ Կարճ ասած, հույս ունեմ այս արագության ռեկլամը մի քիչ անցավ, մի հատ միանգամից հիշողության ռեկլամա անեմ։ Այստեղ էլ բան։ Ուղղակի այս ցուցակը, որ սարքել ենք, նայում ենք իր հիշողությունը։ Ինչքան հիշողություն է NumPy օգտագործել, ինչքան օգտագործել Pandas-ը, ինչքան օգտագործել Python-ը, ներողություն։ Սա եթե աշխատացնենք, 3.5 անգամ ավելի շատ է օգտագործել։ Մի խոսքով, հրաշք բան է կարճ ասած էլի NumPy-ը։ Սովորական, եթե հաշվարկային ինչ-որ բան, եթե պետք լինի մեզ անել, Python-ի կոդ չեն գրելու հաստատ, էլի։ Եթե գոնե մի քիչ կարևոր լինի արագությունները կամ հարմարությունը կոդի։ Այդտեղ, եթե մինչև այս բանը ինչ-որ հարց կա ասեք, եթե չէ, արդեն զուտ սկսենք ուսումնասիրել NumPy-ը։ Բարի, դե ոնց որ առաջինը նախ NumPy-ում են ֆունդամենտալ օբյեկտը կոչվում է ինքը array, C++-ում էլ տենց ցուցակների բանին array են անվանում։ Հիմա մենք կարանք ուղղակի իր մասին մտածենք որպես ցուցակ։ Այսինքն list-ը, կարանք element նայենք իրա, կարանք ինչ-որ element փոփոխենք, մի խոսքով ինչ ուզենք կարանք անենք։ Կամ ոնց սարքենք այդ հրաշքից։ Նախ կարանք կամ եթե արդեն ինչ-որ list կամ tuple ունենք, իրանց վերածենք NumPy array-ի գրելով sense np.array ու փակագծերի մեջ տալով այդ մեր ցուցակը։ Sense եթե գրենք ու աշխատացնենք մի հատ type-ը տպենք իրա ինչա, կտեսնենք ինքը գրում է NumPy.nd array, սա նշանակում է n dimensional array, n-չափ զանգված, էլի։ Ուստեղ կարանք նույնիսկ այստեղ սա tuple գրենք, այսպես անենք, նույն պատմությունը կլիներ, էլի։ Ու քանի խոսում ենք այս n-չափից, երկչափել եթե ուզենանք սարքենք, կարանք գրենք այստեղ list, որը բաղկացած է լիստերից, այսինքն ներդրված list, ու սա եթե աշխատացնենք, կոլաբա սիրունդ, ժողովրդային սիրունդ տպվում է, ինքս ես լինում է մի հատ 2-3-ի array, երկու list, ամեն մեկը 3 էլեմենտ էլի նկատի ունեմ։ Եթե ուզենանք տենց ինչ-որ հատուկ հենց ուղղակի 0-ներից կամ հենց 1-երից բաղկացած array-ներ սարքենք, որովհետև օրինակ ոնց է որ գրում ենք count house-ը 0, հետո մեծացնելով գնում ենք։ Տենց ինչ-որ դեպքեր կարող այստեղ լինի, որ ուզենանք։ Դրա համար 0-ների համար գրում ենք np.0 ու փակագծում գրում ենք թե ինչ չափի ինքը լինի։ Իսկ եթե ուզենանք որ տենց մի քանի չափողականություն ունենա, այսինքն միաչափ չլինի, երկչափ լինի օրինակ, tuple-ի տեսքով տասենք օրինակ 3-3 ու եթե այս աշխատացնենք, կարանք նկատենք, որ այստեղ sense կետիկներ է գրում, որտեղ ի սկզբանե ինքը այդ էլեմենտներին որպես float-էր է պահում, մենք կարանք իրան նշենք stack ինքն ինչ պահի, գրելով dtype հավասար է int 8, սա նշանակում է պահի integer ու իրան փորձի 8 նիշի մեջ տեղավորես, այսինքն իր հնարավոր արժեքները այդ -2-ի 8-ից մինչև 2-ի 8-ը, բայց այս ուղղակի որպես փոճուր դետալ էլ, ինչքան ավելի մեծ թիվ ուզենանք գրենք, այդքան ավելի շատ հիշողություն պետք է հատկացնենք իրան, ուսե գրենք օրինակ int 32 կամ int 64։ Բայց այս բաների մասին մեծամասամբ չենք անգանգստվում, էլի, այս ուղղակի որպես ինֆորմացիա։ Եթե աշխատացնենք, տեսնենք օրինակ, այս մեկը եղավ sense ուղղակի 0-ներ, այս մեկը եղավ sense 3-3-ի զանգված։ Ինչ որ հարց կա ստեղ ժողովուրդ, եթե չէ մնացած կտորը մի քիչ արագ կասեմ այս ստեղծումը։ Բարի, եթե ուզենանք տենց դատարկ զանգված սարքենք, որ մեջ ուղղակի ոչ մի արժեք չլինի, կամ օրինակ սարքենք ու լրիվ նույն այս ինչ որ մեր ուզած չափով սարքենք ու լրիվ այն թվերից լինի գրած, ինչ մենք ուզում, այն թիվը գրած լինի, ինչ մենք ենք ուզում, կարանք գրենք այստեղ np.empty ու np.full, ու էլի tuple-ի տեսքով տանք իրա չափսերը։ Բայց np.empty-ն ինչ նշանակում թարպես դատարկ, սա նշանակում է, որ իր մեջ ոչ մի տենց կոնկրետ թիվ չի պահվում։ Իր մեջ ինչ որ յաբախտի փոճուր թիվ է պահվում, որ իսկի վստահել չեմ, թե ինչ պրինցիպով է առաջացվում, բայց մեր համար կարող է նա ինքը
մի հատ ոնց որ ուղղակի տեղը հատկացրել ենք, հետո կլցնենք մեջ ինչ որ արժեքներ։ Ու ոնց որ հիշողության վրա շատ քիչ ենք ստեղծացնում, էլի։ Ստե ինչ որ ուղղակի թվեր է, այս կարող է նա 2-2-ի է չափսը։ Որ գրենք 2-3-ի օրինակ 7, ինքստեղ 2-3-ի զանգված սարքեցը ամենտեղ գրված 7։ Ու մի հատ էլ հատուկ մատրից, որ կարա տենց շատ հաշվարկներում պետք է, եթե ինչ-որ տենց մեքենայական ուսուցում կամ տենց բաներով գնանք առաջ, զուտ արագ ցույց տամ, միավոր մատրից է, մատրիցը, որ մատրից ասելով նկատի ունեմ, սենց 2-2-ի աղյուսակ կարակ պատկերացնեք, 2-2 չէ, ճիշտ, երկչափ աղյուսակ, ինչ-որ են հատ տող կահացյուն, տենց ինչ-որ մի հատ աղյուսակ։ Եթե զանանք, որ սենց անկյունագծերի ասավ մեկ է լինի մնացածը 0, կարան գրենք np.i identity բառից, միավոր բառից։ Ու տանք չափսը 3-4-5 ինքը տենց կսարքի։ Մի ուրիշ բան, որ կարա շատ պետք է, այդ պատահական արժեքներով լցնելն է։ Եթե ուզենանք սարքենք ու կարանք ստեղ գրենք, թե ինչ տեսակի պատահական թվեր վերցնի, ստեղ էս էլ ոնց որ մի քիչ մաթեմատիկական դետալ է ուղղակի, բայց եթե ուզենանք ուղղակի տենց 1-ից 5 ինչ-որ պատահական, այդ ներողություն, 5 հատ պատահական 0-ից 1 թիվ տամես, կարանք գրենք np.random.rand ու տանք ստեղ չափսը։ Հիմա եթե սա տպենք, ինքը ինչ-որ պատահական 5 հատ թիվ սարքեց։ Կամ եթե ստեղ մի հատ ստորակետով տանք հաջորդ չափողականությունը, ասենք գրենք 3-3, այս դեպքում ինքը 3-3-ի կսարքի, էլի։ Ստեղ արդեն միջակայքը ուրիշ է, որտեղ ստեղ rand-ի փոխարեն random-ը ենք օգտագործել, սա նշանակում է random normal բաշխումից, բայց այդ normal բաշխումը թե ինչ է, կարանք չիմանանք, էլի։ Կարող ուղղակի rand օգտագործենք, էլի, կախված արդեն թե ինչ խնդիր է լինում։ Ու մեկ էլ արագ ասեմ, եթե ուզում ենք ինչ-որ մեր ուզած միջակայքով սարքենք, այսինքն ուզենանք օրինակ ցուցակ սարքենք, մեջը 1-ից 10 թվեր է գրված լինի, 2-2-2-ը 1։ Կգրենք ոնց որ range 0-ից 10 ու քայլը 2, չէ՞։ Այդպես բաներ ոնց կարանք անենք, ստեղ շատ ավելի չկունենք իրականում այդ հարցով։ Կարանք գրենք ոչ թե range այլ np.range, ստեղ էլի գրենք 0-10 ու 2 որպես քայլու, սա եթե աշխատացնենք, տեսեք տալիս է 0-2-4-6-8, բայց եթե range-ի դեպքում պետք է անպայման գրենք բնական թիվ, ամբողջ թիվներով, ստեղ կարանք նաև գրենք ինչ-որ բան, float, ասենք 0.5, ինքը 0.5 քայլով առաջ գնա, ոչ թե 2 քայլով, վերջնքում այս աստված։ Ու ստեղ կրկին այս երկրորդը ոչ ներառյալ է, տեսեք ստեղ 9.5-ի վրա ստով տալիս, ստեղ 8-ի վրա։ Այս կտորից ինչ-որ, կամ լավ եկեք միած սխալ ասեմ, մենք ստեղ տալիս ենք միջակայքը, ասում ենք այսքան թռնելով գնա, բայց նաև կարանք սենց ասենք 0-ից 1 օրինակ 5 հատ թիվ տու։ Կամ ասենք ոչ թե մենք ուզում ենք ասենք ստեղից ստեղ սենց թռիչքով, այլ ուղղակի ասենք այսքան հատ ստեղից ստեղ կարանք սրա համար օգտագործենք lean space, ինքը բացվում է որպես linear space ու բան։ Սկզբում տալիս ենք սկիզբը, հետո տալիս ենք վերջը, ու ինքը սկզբից մինչև վերջ երկուսն է ներառյալ։ Տալիս է մեզ քանի հատ թիվ ուզենք, ստեղ օրինակ 5 ենք գրել, որ աշխատացնենք, դա 0, 0.25, 0.5, 0.15, 1։ Ինքը թիվ տվեց հավասարը չափ գնալու։ Այդտեղ 4 եթե գրենք, դա 0, 0.3, 0.6, 1։ Հաջորդ, այս կտորից ինչ-որ հարցեր։ Դե բարի։ Հաջորդ կտորը իրականում սկզբում բավականին հեշտ նելու, որտեղ լրիվ Python-ի նման է, այդ ինդեքսավորում ու slicing-ն է, ինքը նույն պրինցիպով է, ոնց Python-ի լիստի դեպքում։ Այս նկարի միջոց NumPy դոկումենտացիայից եմ հենց վերցրել, իրենց դոկումենտացիան է շատ լավն է, սա վերջում կբացեմ ուղղակի կնայենք։ Ուզում ենք առաջին էլեմենտը գրում ենք data 0, ուզում ենք առաջինից երկրորդը գրում ենք 0-ից 2, ուզում ենք առաջինից մինչև վերջ օրինակ ուզում ենք 1 վերջակետ, ուզում ենք վերջից երկրորդից մինչև վերջ -2-ից վերջ։ Մի խոսքով լրիվ մեր ծանոթ մեր իմացած բանն է, էլի։ Ոստեղ ոնց որ մի հատ փոքր օրինակով սարքում եմ 1-ից 10 list, եթե 4-րդ էլեմենտ ուզենամ ու գրում եմ array 1-dim array քառակուսի փակ 0-3, ուզենամ երկրորդից մինչև 7-րդը գրում եմ 2-ից հենց մինչև 8։
ինքը էլի ոնց որ երկրորդը չներառյալ է։ Հետարքիր է երկչափ զանգվածների համար, որովհետև սուտքի ուզում ենք մի քիչ ավելի հետարքիր բաների հետ սկսենք գործանել, այս դեպքում այս մատրիցը ունենք, այս զանգվածը ունենք, այլ ճիշտ ներողություն 1 2 3 4 5 մինչև 25 հերթով թվերն է։ Եթե ուզենանք սրա երրորդ տողի 4-րդ սյան արժեք օրինակ, սկզբում պետքա գրենք մի հատ թե որ տողն ենք ուզում, հետո դնենք ստորակետ ու գրենք թե որ ասա աշխատացնենք, տեսեք ինչ է տալի, տվեց 14, 2 հաշվենք 0 1 2, այսինքն այս տողն է, հետո 3 0 1 2 3 եկանք 14-ին։ Սա իմ իջելած մի ձև է, մի հատ ուրիշ ձև, այսպես վարվելն է 2dim array, սկզբում գրենք տողը, իմաս այդ հաշվացնենք նայենք ինչ է, տվեց այս ցուցակը 11 12, մի խոսքով այս տողը տվեց, ու դրանից հետո գրել այսպես 2 ու սրա 2-ի 3։ Այս ոնց որ քայլ մոտեցում է, այս մեկը միանգամից գրելով է։ Ինչքան նկատել եմ, սա շատ ավելի շատ է օգտագործվում, դրա համար կարող դուք էլ որպես ձեռագիր այս տարբերակը վերցնեք։ Ու նույնպես ոնց որ ուղղակի երկրորդ ընտրեցի, եթե ունենք մինչև երկրորդը, գրեի ուղղակի ստեղ վերջակետ մի հատ սկզբում, որ ասի մինչև երկրորդը, այսինքն հայերեն ասած մինչև երրորդը։ Տեսեք եղավ 4 9, որտեղ ասել եմ մինչև այս երրորդ տողը, ու ոչ ներառյալ էլի կրկին, մինչև միշտ ոչ ներառյալ է լինում, այսինքն 4 ու 9, որտեղ այս երրորդ սյունն եմ ընտրել էլի, այսպես եղավ։ Okay է սա։ Լավ, եկեք մի հատ այս կտորն էլ ասեմ նա։ Եթե ուզենայի ասենք ոչ թե մենակ երրորդ սյունը, այլ բոլորը, բոլորի համար գրում ենք ուղղակի բան, այսպես մի հատ վերջակետ։ Հիմա թե սա աշխատացնենք, տեսեք ինչ ա եղավ, 2 ամբողջ տող։ Առաջի ու երկրորդ տողերը։ Եթե ուզենամ օրինակ վերջի 3 սյունները, առաջինը գրում եմ տողերը, որ տողերն եմ ուզում ընտրեմ, բոլոր տողերն եմ ուզում ընտրել, որ սյունները ուզում եմ վերջից երրորդից սկսած, -3-ից վերջակետ։ Այս էլ տվեց մեզ վերջի 3 սյունը։ Եթե օրինակ ուզենամ խառ ասենք 1-ից մինչև 4-րդ ու 2-ից մինչև 5-րդ համապատասխանաբար տողեր սյուններ, ուղղակի սենց կգրեմ ու նույնպես ինքը կտա։ Ստեղից ինչ-որ հարցեր, ժողովուրդ։ Լավ, շատ եմ շուշուտ հարցնում ոնց որ թե դուք խաբար արեք, եթե ինչ-որ հարցեր լինի։ Այս զուրամ ստեղ գրել սա։ Բայց ես էլ ինչ-որ ժամանակ մենք ստոպ կտամ էլի։ Ու մի հատ հավես բան որ լիստերի դեպքում չունենք, մենք լիստերի դեպքում չենք կարող ասենք լիստի 3-րդ, 4-րդ ու 5-րդ էլեմենտ, 3-րդ, 4-րդ ու 7-րդ էլեմենտներ օրինակ տո։ Չենք կարող կոնկրետ հստակ արժեքներ ուզեինք։ Կարենք ասենք 3-ից մինչև 7-րդ, բայց չենք կարող ասենք 3-ից մինչև 7-րդ բացի 5-րդից օրինակ էլի։ Իսկ NumPy-ը մեզ դա թույլ է տալիս, որ հստակ ինչ-որ էլեմենտ ունեն։ Դրա համար մի հատ ուրիշ NumPy array ենք սարքում, ասում ենք օրինակ np-array 1 3 4, հիմա եթե գրենք ստեղ 2dim array 1 3 4, ինքը կտամես առաջին 4-րդ ու 5-րդ սյունների արժեքները, որտեղ առաջինը ինքը միշտ այս առաջի արժեքների միշտ համարում է ինքը տողերը։ Ու եթե ուզենք առաջին 3-րդ ու 4-րդ սյունները, սկզբում պետք է վերջակետ գրենք, հետո ստեղ գրենք այդ մեր rows-ը, բայց այդտեղ եկեք 0-4 գրենք, թող 0-րդ ու 4-րդ սյունները տան։ Այսինքն էլ սա այստեղ կաշխատի։ Այսինքն սենց, բայց կա շատ ավելի հավես բան, շատ ավելի հավես բաներ, շատ ավելի ուժեղ բան։ Այդ մինչև այստեղ հստակ ինդեքսներով էինք բանանում, հստակ արժեքներ էինք ինդեքսավորում, բայց կարանք նաև տրամաբանություն տրանք, թե ինչերի ինքը ընտրի։ Դա կոչվում է boolean indexing, տրամաբանական ընտրություն, քիչ վատ թարգմանություն է, բայց տրամաբանական ինդեքսավորում կամ լավ։ Եկեք օրինակի վրա միանգամից նայենք։ Եթե ստեղ ունեմ մի հատ ցուցակ, անհավասար np.1 2 3 4 5, ես կարող եմ իրան հստակ ասեմ ինքը, որոնք ընտրի, որոնք չընտրի, տալով իրան մի հատ ցուցակ, մի հատ հավաքածու ինչ-որ, կարող tuple լինի, կարող NumPy array լինի, ու հատիկ գրելով։ Այն նրանք, որոնք որ ուզում եմ ընտրել, գրեմ true-էր,
Նրանք, որոնք որ չեմ ուզում ընտրեմ, գրեմ false-եր։ Տեսա աշխատացնեմ, տեսեք, ստեղ առաջի 3-ը գրել էի true, ինքը ընտրեց առաջի 3-ը։ Սենց գրեի օրինակ։ Տեր 1, 2, 4 կընտրեր։ Այս հլը ձանձրալի է, սա հլը հետարքիր չի, բայց նայեք ինչ է լինում, եթե ես բռնեմ ու մի հատ այսպես պայման գա։ Օրինակ պատկերացրեք, ինձ պետքա 4-ից մեծերը ընտրել, 4-ից մեծ հավասարներ ընտրել։ Ինչ անենք ինչ որ, ասենք for in a, եթե an մեծա 4, եթե in մեծա հավասարա 4-ից, եթե սենց գրեինք, ու մեր անսովորական լիստ լիներ։ Նույն արդյունքին կհասնեինք, կընտրեինք հենց հստակ դրանք։ Բայց այս numpy-ը ինքը հավայ e4-ի։ Numpy-ը շատ հրաշալի բան է մեզ թողում ան։ Ինքը ասում է, ինչ որ պայման է քեզ պետք, ուզում ես նայես սրանցից այս a-ից, որոնք են մեծ հավասար 4-ից, հետը գրի ուղղակի անմեծ հավասարա 4։ Սենց որ գրում ենք, ներողություն ես, numpy array-ը արդեն կորավ էլի ես երկրորդ տողում։ Այ հիմա եթե գրենք, ահա, նայեք ինչ է ինքը տալիս, մեզ ինքը տվեց մի հատ array, գրած ամեջը false, 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 true, true։ Այսինքն ինքը հերթով ամեն մեկի վրա կիրառեց, ու մեզ վերադարձրեց ինքը արդյոք բավարարում այս պայմանին, թե չէ։ Դե հիմա եթե ստեղել, եթե i-ի մեջ այսպես տալիս ենք true false-երի ցուցակ, ու ինքը մեզ տալիս էր այդ դիրքերում էլեմենտները, սա էլ մեզ տալիս է true false-երի ցուցակ։ Մեզ մենակ մնում է գրել այսպես մի հատ բան, գրել a ու իր մեջ գրել an մեծահավասարա 4։ Սա արդեն կընտրի այս 4 thing-ը։ Ժողովուրդ, այս կարևոր բան է, մի հատ սա մարսեք, էլի, տեսեք ինչ որ հարցեր ունեք, թե չէ։ Վերավ, ու ստե կարա տարբեր պայմաններ լինեն։ Օրինակ կարանք նայենք 2-ի բաժանելու 0 մնացորդ տալիս է, թե չէ, 2-ի բաժանումը, թե չէ։ Գրենք a ու մեջը a%2 հավասար է 0։ Այս մի քիչ տարօրինակ է, այս a ու a մեծահավասար շփոթից երկու հատ a որ գրում ենք, բայց մտքում ես քայլար քայլը հիշեք, էլի, որ այս սկզբինը տալիս է true false-եր, հետո իրանն է որ գրում ենք այս քառակուսի փակուծերի մեջ, այդ true false-երով ընտրություն է կատարվում, էլի։ Հա։ Ու մենք ստեղ կարանք ներառենք տես տրամբանական օպերատորներ, այսինքն կարանք ասենք օրինակ 3-ից մեծ ու զույգ կամ զույգ, այդտենց մի հատ բան օրինակ, դրա համար գրում ենք սենց։ Սկզբում գրում ենք մեր առաջի պայմանը, an 3-ից մեծ է։ Հետո կամի համար, որ ասենք կամ, ստեղ ոչ թե գրում ենք or, այլ կամի նշանը այս է, այս կամն է։ Ու ստեղ հաջորդ պայմանը an 2-ի բաժանել 0 մնացորդ։ Սա որ աշխատացնենք, տվեց 2-ից 4 5։ Ստեղ այս բոլորը կամ զույգ են, կամ 3-ից մեծ են։ Այս 4-ը համ զույգ է, համ 3-ից մեծ, բայց այդ մեզ չի խնգում։ Հիմա այս փուճուր տողը էկվիվալենտ է այս կոդին։ Այսինքն ցիկլ ֆրայինք, պայմանը ստուգեինք, ավելացնենք true false-ով, մի խոսքով։ Մենք կարելի գրեի ուղղակի ավելացնենք հենց արժեքը։ Այդ լավ։ Ու մեկ էլ միանգամից ասեմ, որ եվն էլ, որ ասենք համ զույգ, համ 3-ից մեծ, եվի նշանն էլ այս է։ Ահա, այս էլ դնա։ Սրանք այս ծանոթ են սեթերից։ Սեթերում ասում ենք միավորում բազմությունների կարենք այս նշան դնենք, իսկ միավորում նշանակում է կամ այս բազմությանը պատկանում, կամ այս բազմությանը։ Իսկ հատումը, որ մենակ այն կտորը լինի, որ երկուսի մեջ էլ կա, դա էլ այս նշանով ենք դնում, հատումները նա, որ եւ է սրա մեջ կա, եւ է սրա մեջ կա։ Կարեք այդ տրամաբանությամբ փորձեք այս սիմվոլները տենց հիշել, էլի։ Հա։ Ու սենց։ Կարանք սենց տարատեսակ պայմաններ դնենք, օրինակ an 3-ից մեծ է կամ an հավասար է 1-ի, կամ 1 4 5։ Ու տենց։ Ինչ որ հարցեր ստեղից ժողովուրդ։ Բարի։ Հիմա նայենք այս նույնը երկչափ դեպքում։ Ստեղ եթե ուզենանք օրինակ վերցնենք այն բոլոր թվերը, որոնց էլեմենտը 5-ից մեծ է,
Կարանք գրենք ստեղ 2D array ու գրենք 2D array մեծա 5-ից։ Ինքը մեզ կտա ասենց 6, 7, 8, 5, ուղղակի ցուցակ դարձրած, էլի։ Որտեվ նույնիսկ եթե ստեղ տպենք print անենք այս 2D array-ը մեծա 5-ից, մեր array-ը 1-ից մինչև 9 թվերն է, մոռացա նշել։ Ինքս այս true false-երի հաջորդականությունն է լինի։ Ու երբ որ true-երը ընտրի իր մեջից, կդառնա ստեղ 4 հատ էլեմենտ ուղղակի։ Ու նաև հավես բան կա, որ մենք կարանք հենց հստակ այդ արժեքների, հենց հստակ այդ դիրքերում գրված բաների էլեմենտները փոխենք։ Օրինակ ուզում ենք այն ամեն ինչ 5-ից մեծա դարձնենք 0, կարանք ստենց անենք, ասենք այս 2D array, ուստեղ գրենք այս 2D array-ը մեծա 5-ից, ասենց ավելի ինտերնետի կդնի երևի։ Ու ինքը ստեղի բոլոր true արժեքներում կդնի այն ինչին հավասարացնում ենք։ False-երի վրա չի ազդում, մնացած true-երը դարձնում է 0, ու արդյունքում ունենում ենք այսինքն 1, 2, 3, 4, 5, 0, 0, 0, 0, 0։ Ու նույն ձև կարանք, ու նման ձև ավելի ճիշտ, կարանք կիրառենք պայմաններ հենց կոնկրետ տողերի կամ սյուների վրա, ստեղ ոնց որ բոլոր էլեմենտների վրա ենք կիրառում։ Եթե օրինակ ուզում ենք վերցնենք 2-ից մեծ էլեմենտները առաջի տողում, մենք իրեն այսքան պետքա տանք բան, չէ՞։ Ասենք ընտրի առաջի տողը ու իր մեջից նշենք թե որոնք ընտրի։ Դե ասում ենք 2D array 0, սրանով ինքը արդեն ընտրում է առաջին տողը։ Հետո պետք է ասենք առաջի տողից նրանք, ովքեր որ մեծ են 2-ից, դրա համար sense ենք գրում, ասենք 2D array 0, այստեղ այս վերջակետը իրականում ստորակետ վերջակետը պարտադիր չի, բայց ավելի ինտերնելի է դարձնում սովորելու նպատակով, էլի։ Ասենք սա մեծ է 2-ից։ Սա եթե տպենք, իրականում ինքը լինելու է ասենց false, false, true։ Հիշացնեմ մեր 2D array-ը ինչ էր, երևի կօգնի։ Այս է։ Հա, ներողություն, արդեն փոխվել է, բայց կարևոր չի, 1, 2, 3։ Հիմա false, false, true, մենակ այս երրորդն է, որը 3-ից մեծ է։ Առաջի տողն ենք ընտրում, false, false, true ենք տալիս, այսինքն տակը ես 3-ը։ Եթե օրինակ ուզենանք ընտրենք 3-ից փոքր են էլեմենտները, որոնք այս երկրորդ մեջ են, դա լինելու է արդեն այս մեր 2-ը ու 0-ն, չէ՞։ Դրա համար նախ ասում ենք որ տողը ընտրի, ասում ենք այսինքն ընտրի ամեն ինչ առաջի սյունից, այսինքն ընտրի որ սյունը, էլի, բոլոր արժեքները երկրորդ սյունից, վերջակետ, ամեն ինչ ու առաջի սյուն։ Պայման, որ պետքա փոքր լինեն 3-ից։ Սրանով հասկացանք ոնց որ այս false, false, true-երի պահն է հասկացվում, ու ասում ենք, որ այս արդյունքի առաջի սյունը ուղղակի կընտրես, ստորակետ 1։ Տվեց մեզ սենց 2, 0։ Ժորդ, այս կտորից ինչ-որ հարցեր կար, այս բոլյան տրամաբանությունից։ Բարի, այս հաջորդ թեման ավելի թեթև է լինելու, չափերը ոնց փոխել, մենք ստեղնենք 3-ը 3-ի, 4-ը 4-ի, և այլ, ոնց կարանք տենց մեկից մյուսը գնանք, ստեղ ունենք մեկը 16-ի զաբան, ամպայի array, կարանք վարվենք սենց, կարանք ասենք ստեղ սարքի, իրան գրենք սենց reshape, ոնց որ նորից, նոր տեսքի բերել, սենց ատու, գրենք 4-4, հա, ներողություն, հա, չէ կներեք, ստեղ պետքա բանը, ստեղ որ 1-ից 16, հա 16-ը ներերար չէ, իսկ ինքը 15 էլեմենտ անոց է, ու երբ որ ես իրան փորձեցի 4-ը 4-ի բերեմ, ստեղ որ գրեցի 4-4, իր համար չհաջողվեց, որովհետև 15 էլեմենտը չի կարա 4-ը 4-ի տեղավորի, քչություն է անում։ Բայց եթե օրինակ գրեմ ստեղ 5, 3, ինքը գա ու իրենց սիրուն կդարձնի 5 տող 3 սյունանոց զանգված։ Ու ինքը ունի նաև շատ խելացի բան, ստեղ եթե նա գիտեմ, որ ուզում եմ 5 տող ունենամ, բայց չգիտեմ, թե քանի սյուն եմ ուզում ունենամ, այս դեպքում կարամ այսպես ասեմ 5 ու ստորակետ ստեղ գրեմ -1։ Այս -1-ը նշանակում է նամփայջան մի հատ ինքդ հասկացի, հա, քանի սյուն սարքել։ Ես քեզ ուղղակի ասում եմ 5 հատ տող լինի։ Արդեն սյունների հարցը ինքդ հասկացի։ Չտպեցի, ներողություն։
ու սա տեսնենք, որ նույն բանն է մեզ տալիս, էլի։ Ու նույն կերպ, ոնց էս առաջի արժեքն ենք փոփոխում, կարանք ստեղ երկրորդի համար գրենք, էլի։ Կարանք ասենք, որ ոնց որ սյուները ինքդ որոշի։ Ներողություն, իրեն ասենք մենք ուզում ենք 4-ած սյուն ունենանք, երկրորդ արժեքը սյունն է, միշտ առաջին տողը։ Իսկ տողերի պահը ինքդ հասկացի։ Սենց եթե գրենք, այս դեպքում չի կարողանա, որտեղ 16-ի դեպքից հետը մեկ էլ, բայց սենց օրինակ 3 սյուն ասեմ, ինքը կհասկանա, որ իրավը պետք է դասնի բան։ 5 տողանոց, մեկ գրեմ օրինակ, կհասկանա, որ պետք է 15 տող սարքի։ Ստեղից ինչ-որ հարցեր, ժողովուրդ։ Կամ լավ, եկեք մի հատ փոճուր կտորել ասեմ։ Եթե օրինակ ունենք բան, 5-ը 3-ի վրա է, 5 հատ տող է 3 հատ սյուն, ուզում ենք ամեն մի տող վերածենք սյունի, այսինքն առաջի տողը դառնա առաջի սյուն, երկրորդ տողը դառնա պտտենք էլի 90 ճանով սենց ասած։ Այդ դրա մաթեմատիկական տերմինը դա տրանսպոնացնելն է, տրանսպոզ։ Կարանք ուղղակի գրենք ստեղ կետ Տ մեծատառ։ Ու ինքը իրան տենց կշրջի էլի սենց։ Այսա նայեք 1-2-3 առաջի տողն է, հիմա առաջի սյունն է 1-2-3, ստեղ վերջի տողը 13-14-15 էր, վերջի սյունն է 13-14-15։ Ու եթե ուզենանք այս 3-ը 5-ի վրա գրածը, մենք տափակացնենք իրան ուղղակի, հենց ինքը հերթով սովորական լիստի նման առաջ գնա, կարանք գրենք տափակացնել get flatten, այսինքն գրենք ստեղ 2D array get flatten, ինքը կդառնա այսպես երկար ուղղակի array։ Ինչ-որ հարցեր ստեղից ժողովուրդ։ Եթե այս flatten-ը որպես ֆունկցիա, այսինքն մենք իր մեջ կարանք ինչ-որ array տանք true false կամ չգիտեմ ինչ, ինքը ոնց որ vertical-ը հորիզոնտալը փոխի vertical կամ ուրիշ ինչ-որ բան անի, հա։ Չէ, այս flatten-ը ուղղակի սենց ոնց որ աղյուսակով որ գրած է, առաջի տողում 1-2-3, երկրորդ տողում 4-5-6 եւ այլն, այդ սաղ շարում է իրար հետևից ուղղակի, էլի։ Իսկ այստեղ մենք իրան պարամետր չենք տալիս, էլի, ուղղակի աշխատացնում ենք get flatten ենք հենց գրում։ Ինքը կունենա իհարկե պարամետրներից թվում է, պետք է նայել դոկումենտացիայում։ Բայց ուղղակի գրում ենք get flatten, էլի, չենք ընդգծում թե ոնց անի, որտեղ տափակացնելը ուղղակի սենց է, էլի, հերթով արժեքները իրար հետևից շարժվում։ Any հարցեր, ժողովուրդ։ Եվ բարի, մի հատ էլ թեթև 10 ռեյները, որ ոնց ռեյների մասին տարբեր ինֆորմացիաներ ստանում ենք։ Այստեղ սենց մի հատ ռեյ եմ սարքել, 2-ը 4-ի, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8։ Եթե ուզենանք հասկանանք չափողականությունը, այսինքն ինքը պրոստը ցուցակ է 1, 2, 3, 4, 5 եւ այլն, թե ինքը տենց աղյուսակ է 2 տող 4 սյունով եւ այլն, թե ինքը տենց ինչ-որ եռաչափ բան է։ Այդ դրանց համար կարող գրենք n-dim, այսինքն number of dimensions, չափողականությունների քանակ, սրա համար կասի 2։ Եթե ուզենանք տեսնել, թե ընդհանուր քանի էլեմենտ կա իր մեջ, կարող գրենք get size, կասի, որ 8 էլեմենտ կա։ Եթե ուզենանք իր տեսքը հասկանանք, այսինքն ինքը քանիս է 2-ը 4-ի է, 4-ը 5-ի է եւ այլն, գրում ենք get shape, սենց թյուղը վերադարձնում ես, գրած է 2, 4։ Ու եթե ուզենանք իմանալ, թե իր մեջ ինչ թվեր են, գրում ենք get dtype, այսինքն data type բառից։ Ասում եմ, իր մեջ integer-ներ են 64 բիտի մեջ պահված։ Մի վայրկյան սպասեմ, տեսնեմ ստեղ հարց կա թե չէ։ Իսկ այս array-ը նամպայի array-ի տարբեր data type-երի էլեմենտներ ընդունում է, թե չէ։ Միանգամից որ տարբեր data type-եր լինի, չէ։ Այսինքն միած string integer, հա, list-ին է։ Այո։ Հա, այդ շատ լավ հարց է, այդ իրականում լավ կայնայի ես էլ առաջարկեի։ Իրականում մենք ընդեղ որ տեսանք, որ ինքը շատ ահավոր ավելի արագ էր աշխատում, էլի, այդ ճիշտ ներողություն, հիշողությունը շատ օպտիմալ էր պահում։ Այդ իրականում նրանից է, որ ինքը ունի մենակ մի հատ տվյալների տեսակ։ Այսինքն ստեղ ինչ գրված է, ինքը իրան վերաբերում է որպես հստակ ինչ-որ տվյալների տեսակի բան, բոլորը integer, բոլորը float եւ այլն եւ այլն։
Բայց որ մենք սարքում ենք sense մի հատ բան, որ մեջը համ integer կա, համ string կա, համ եկեք թող float է լինի մեջը, ինքը չի կարող աշխատի տարբեր տվյալների տեսակների հետ։ Դրա համար ինքը ինչ ուզում է սարքի, ոնց որ ինքը ըստ սահմանման աշխատում է մենակ մի ձևի բանի հետ։ Բայց որ իրան sense ենք տալիս, ինքը իրան ավտոմատ վերածում է այսպես ինչ որ մեծի նշան U32 ֆորմատի ու արդեն իր հետ տենց է աշխատում։ Եթե սրա առաջի էլեմենտը վերցնենք օրինակ, գրենք անգամ 4 օրինակ, կտեսնենք, որ տարավ 3-3-3-3, այսինքն ինքը արդեն իր ինտուիցիոնը կորցրել է։ Դե string-ը շանս չուներ դարձնելու integer, այս մնացած integer-ներն է string դարձրել, հակառակ դեպքում ինքը գոյություն չէր կարող ունենալ, էլի այս array-ը։ Նորմալ է։ Ու եթե բան դիներ, integer float կդարձներ, թե էլի string։ Հա, float-ն էլ ինքը ոնց որ integer-ը float կդարձներ, էլի, integer-ը կսկսեր float-ի մեջ պահել։ Mesela grենք ստեղ get type Որտեվ հակառակը չի կարող լինի, անի float-ը չի կարող integer որպես պահի, բայց integer-ը կարող որպես float պահի։ Okay։ Հա, պրոստը մտածում էի կարող է միշտ բոլորը string ասարկում։ Հա, հա չէ, ոնց որ string-ը դա ամենավատ տարբերակն է, էլի։ Եթե ճար չունի, այդ դեպքում նոր string-ը գալիս դարձնում, էլի։ Հա, մերսի։ Հա, չէ, ես կարևոր հարցեր ես, ես պետք է ինքս էլ շոշափեի։ Հաստողում էր, որ չշոշափեցի։ Էլի հարցեր, ժողովուրդ։ Դե բարի, դե ոնց որ եկեք հազիվ ասում ենք տենց հաշվարկների համար եւ այլն, եկեք անցնենք այս մաթեմատիկական գործողություններին։ Այստեղ ունենք երկու հատ array, 1 2 3 4 5 6 7 8 Բայց ուզենանք գումարենք երկու բան, կարող ենք գրենք այստեղ array 1 գումարած array 2։ Ոնց ինքը կանի, ինքը էլեմենտ առ էլեմենտ գումարում է։ Հենց 1-ին գումարելու է 5-ը, 2-ին գումարելու է 6-ը։ Նույն դիրքերում գտնված արժեքները իրար է գումարելու, էլի կարճ ասած։ Ու նաև սա կարող ենք գրենք այսպես։ Կարող ենք ասենք, ոնց է որ a+-ի տակից աշխատում էր բանը։ Այս տակի գծիկ add հրամանը չէ Python-ում։ Տեղը կարող ենք մենք օգտվենք հենց կոնկրետ հրամանից, ասենք np.add array 1 ստորակետ array 2 նույն արդյունքն է տալու, էլի։ Հեսա։ Անելու համար ուղղակի մինուս են գրում, բազմապատկելու համար մի խոսքով նույն պատմությունն է։ Աստիճան բարձրացնել։ Աստիճան բարձրացնելն նշանակում ոնց որ գրենք 1-ի 5 աստիճան, հեսա 1-ը, 2-ի 6 աստիճան, 64, 3-ի 7 աստիճան եւ այլն։ Այսինքն էլեմենտ առ էլեմենտ է կիրառվում այդ ամեն ինչը, էլի։ Ոստեղ հողում եմ դրել, որ կարող բացեք ու էլի լիքը ֆունկցիաների մասին կարդակ, էլի, մենք հեսա էլի ֆունկցիաներ կնայենք իհարկե։ Եռանկյունաչափական ֆունկցիա։ Հա, ճշտացի։ Եթե չափերը տարբեր լինի, չի աշխատի, թե Հա, ուրիշ։ Դա լավ հարց շատ։ Չի միակ են։ Հա, բան, այս մեկը 2-2-ի սարքենք մեկը, մյուսը 3-ը 2-ը 3-ի։ Հա, չի կարողանալու, չի ձգի։ Ոնց որ կարա որոշ դեպքերում ձգի, եթե չափերը չի բռնում։ Բայց այդ մի հատ տրյուկով է արվում, խելացի տրյուկով շատ։ Այդ տրյուկը կնայենք, բայց եթե զուտ ջարդված լինի, մեծ չբռնի իրար հետ ավելի ճիշտ, ոչ թե ջարդված լինի, մեծամասամբ չի կարողանալու, էլի։ Բայց սա կտեսնենք, թե որ դեպքում է կարողանալու։ Ինչ որ հարցեր էլի։ Էս էլ էր կարևոր կետ, որին ուժեր անդրադառնալ։ Բարի, հիմա եռանկյունաչափական ֆունկցիաներ նայենք։ Արագ ուղղակի ասեմ, էլի, չգիտեմ ում ինչքան է հետաքրքիր։ Սնայից աշխատ 15 որ արժեքները հետ կա։ Սինուս, կոսինուս, տանգես, արկտանգես, տենց այդ ամեն ինչը կա։ Գրում ենք ամեն էլեմենտի համար հաշվերը, սինուս եւ այլն եւ այլն։ Մաթեմատիկական ուրիշ գործողություններ, ասենք աստիճան բարձրացնելու։
ուղղակի գրենք եթե նպ x y-ի աստիճանը բարձրացնելու էլի, y-ի մեկը տվեց 2, 7, 1, 8 եւ այլն։ Լոգարիթմել կան հիմքով էլի, y հիմքով, 10 հիմքով լոգարիթմել, 2 հիմքով լոգարիթմել եւ այլն, էլի։ Դա սամեջի համար ֆունկցիաներ ունի։ Հիմա նայենք ոնց որ ագրեգացնող ֆունկցիաներ, ագրեգացնող են իմաստով, որ հավաքածուն արժեքներից, այստեղ ասենք 2-2-ը, էլի 2-2-ը, այդ ամեն ինչը դարձնում է մի հատ արժեք կամ ավելի քիչ քանակի արժեք։ Դրանցից ամենահասարակը գումարն է։ Իրեն կարծես տաս 4-ը 1-ը ինչ-որ բան, ինքը կտա քեզ մի հատ գումար։ Այդ 4 բանն է իրար մեջ հավաքած, 4 բանը ագրեգացված, ասենց ասած, էլի։ Դե ոնց որ առաջին գումարներ կարանք ստեղ գրենք, ասենք նպ-սամ ու իրան տանք ես մեր array-ը, ինքը այս դեպքում բանն է, 1, 2, 3, 4, 5, 6 նավակի, ու 1-ից 6 թվերի գումարը 21 է հավասար։ Մենք կարանք նաև ասենք, որ տողարտող գումարի, սյունարսյուն գումարի։ Օրինակ կարանք պատկերացնենք, այս ոնց որ ստեղ գրված է մեր օրը, ու ստեղ մեր օրվա ծախսերն ըստ ինչ-որ կատեգորիաների, կարանք ասենք ոնց որ ամեն օրվա համար ծախսը հաշվի։ Առաջի օրվա, երկրորդ օրվա, երրորդ օրվա եւ այլն։ Կամ ուզում ենք ասենք, որ այս մեր առաջի սյուն օրինակ տրանսպորտն է, ասենք մեր տրանսպորտի վրա ծախսը հաշվի ընդհանուր։ Առաջի, երկրորդ, երրորդ եւ այլն բոլոր օրերի գումարած։ Դրա համար պետք է ոնց որ նշենք առանցք, ասենք ըստ տողերի գումար հաշվի կամ ըստ սյուների։ Եթե ուզում ենք ըստ սյուների հաշվենք, ասում ենք x-ը առանցքը հավասար է 0։ Ուզում ենք ըստ տողերի հաշվենք, կգանք x-ը հավասար է 1։ Ու դա գայս է որպես պարամետր է սամ ֆունկցիային։ Դա կարանք ասենք նպ-սամ 2D array, հետո x-ը հավասար է 0։ Սա որ աշխատացնենք տալիս է հիմա սյուններով գումարը։ 1 գումարած 4 5, 2 գումարած 5 7, 3 գումարած 6 9։ Հետո տողարտող 1 2 3 6, 4 5 6 15։ Այդտենց գումարում է իրար։ Ու նաև սրա գրելաձև կա հետևյալը, որ կարանք այսպես ուղղակի ասենք։ Ասենք 2D array get sum axis, այսինքն կարանք հանգրենք նպ-sum ու 2D array-ը արգումենտ տանք որպես ու axis-ը տանք արգումենտ, կամ կարանք ասենք 2D array-ի համար հաշվի sum-ը առանցքներ վերցրու բանը, սյուները։ Այս կտորից ինչ որ հարցեր ժողովուրդ։ Դե բարի։ Նույն ձև կարանք օրինակ արտադրյալով վարվենք, արտադրյալի համար հրամանն է prod-ն է, product բառից։ Բոլոր 1-ից 6 թվերի, այսինքն 6 ֆակտորիալ 720-ը ու եւ այլն եւ այլն։ Կարանք օրինակ հետարքիր բան կարա լինի, ասենք այստեղ մեր ծախսերն է, ուզում ենք ոնց որ նայենք ոնց որ ամեն օր ինչքան փող ենք ծախսել, այսինքն առաջի օրվա ծախսը գալիս, հետո երկրորդ օրը լինի մեր առաջի ու երկրորդ օրերի, հետո երրորդ օրը մեր առաջի, երկրորդ, երրորդ օրերի ու տենց ոնց որ իրար գլուխ հավաքվող ծախսեր են, էլի։ Դրա համար կոչվում է դա cumulative sum ու կարճ այսպես է գրվում։ Կարանք էլի գրենք իհարկե աշխատացնեմ սա ու արտադրյալի համար այստեղ prod ենք գրում product բառից։ Նայեք ինչ է տալիս, այստեղ 1 2 3 4-ը, այսինքն առաջին արժեքը 1։ Հետո առաջի ու երկրորդ արժեքների գումարը 3։ Առաջի, երկրորդ, երրորդ արժեքների գումարը 6։ Առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ արժեքների գումարը 10։ Ու արտադրյալներով 1 2 6 24, էլի։ Էս օքեյ է։ Բարի։ Ու նույնը ոնց որ կարանք վարվենք մինիմում մաքսիմում էլեմենտներ վերցնելու համար։ Կարանք ստեղ էլի գրենք մինիմում, ու ինքը ամեն ինչի մինիմումը, տողարտող մինիմումը, սյունարսյուն մինիմում։ Թարսացեցի։ Սյունարսյուն մինիմում, տողարտող մինիմում։ Կամ get max ու նույն պատմությունն է, էլի։ Այստեղ էլի լիքը ֆունկցիաներ կա, էլի շատ կա։ Ես ուղղակի էլի եմ ասում ծաղկակավ եմ արել, էլի։ Ու ես չեմ ակնկալում, որ դուք այս ամեն ինչը կհիշեք։ Ես ուղղակի ուզում եմ դուք հիշեք ինչեր կան ընդհանրապես, էլի, որ երբ պետք լինի, արագ ոնց որ արագ ստանանք, էլի դա։ Դրա համար հենց ոնց որ ավելի շատ ասում եմ ոնց որ դեմոնստրացիա, քան թե դաս, էլի սրան։ Ուղղակի ծանոթանանք, թե ինչեր կարանք անենք։ Դա սովորելու բան չի, էլի, որպես այդպեսին ուղղակի իմանալու բանն է, էլի։ Ու մի քանի հատ վիճակագրական ֆունկցիա, միջինը հաշվելու համար կարող ենք նպ-min,
մեդիանը էլի պրոֆանդից պետք է հարցանք լինի գրենք մեդիանը հավասարաբան, նպակետ մեդիանը, որ ճիշտ կներեք։ Ու նաև ոնց որ կարանք էլի նույն ձև ասենք array 1 get media, նույն ձև ոնց ընդ կարանք ասենք array get sum, այդ ոնց որ երկակի գրելաձևը ինքը ամենտեղ թույլ է տալիս էլի։ Ու կա որ ասենք ստանդարտ շեղում վարիացիա, չգիտեմ, ում որ կարա պետք է։ Ու նաև ոնց որ գծային հրաշքի ֆունկցիաների օրինակներ եմ դրել, որ ուղղակի ընդհանուր լինի, մատրիցների բազմապատկում, կետային արտադրյալ եւ այլն եւ այլն։ Էս էլ ոնց որ եթե կուզեք կարաք բան անեք, հետո կոդի մեջ նայեք։ Ընդհանուր առմամբ երևի հետաքրքիր չի լինի, էլի ճիշտ ակտուալ չի լինի։ Բայց ինչ ասես կարա լինի, հակադարձ հաշվել, որոշիչ հաշվել սեփական արժեքներ, գծային հավասարների համակարգ լուծել։ Մի խոսքով ինչ ասես, էլի։ Մի հատ օգտակար հրաման ասեմ, որ այտենց վախենալու չի, այս վերևներին համեմատ կլորացնելը։ Python-ում գրում ենք round, ստե գրում ենք np-get round։ Ու նույն ձև, կարող ենք ստեղ np-get round ամբողջ list-ը տանք ու ինքը իրանց բերի դեպի ամենամոտիկ integer, կարող ենք ստեղ գրենք ստորակետ ու ասենք 1 օրինակ ու ինքը ստորակից հետո մինիշի ճշտությամբ։ Այս 2.05 դառնում է 2.052, 3.55 դառնում է 3.6, ու տենց։ Այս սովորական կլորացումներ, կարող ասենք, որ կլորացրու դեպի ներքև կամ դեպի վերև, այնվա որ ասում ենք mat get floor, mat get seal, ստեղ է np get floor, np get seal-ով արվում։ Այս կտորից ինչ-որ հարցեր, ժողովուրդ։ Հիմա գանք NumPy-ի ամենաուժեղ գործիքներից մեկին, այդ որ չափողականության հետ կապված ասում էի։ Broadcasting-ը կոչվում ինքը, կոպիտ կարելի է թարգմանել երևի որպես դա քիչ փորձեմ թարգմանել, որտեղ հավանաբար սխալ կթարգմանեմ, էություն ուղղակի ասեմ։ Պատկերացնենք ուզում ենք ոնց որ ցուցակ ունենք, էլի պատկերացնենք բան, գրածած տեղ քանի դոլար ունենք, ուզում ենք իրենց դրամ սարքենք, դրա համար պետք է ամեն էլեմենտ բազմապատկենք 400-ով, չէ՞ օրինակ։ Հիմա որ հատիկ բազմապատկում չանենք ինչ-որ, կամ որ կարողանանք էլեմենտ առ էլեմենտ բազմապատկենք, պետք է գրենք բան, չէ՞։ np-get array այս 1-2-ը բազմապատկի, ասենք ստեղ բան 400, այսինքն պետք է այս մի հատիկ 400 թիվը դարձնենք այս սրա հետ նույն չափի, որ ինքը կարողանա բազմապատկում անի, չէ՞։ Ահա, այսպես կարացա։ Հիմա NumPy-ը այնքան խելոք է, որ եթե ինքը կարա, այս ոնց որ մի հատ 400 դարձնի 1-2-ի 400, ինքը դա ավտոմատ անում։ Սա կարող ուղղակի գրենք անգամ 400, այստեղ ասում է, որ զանգվածը բազմապատկում ենք թվով, ինչը աբսուրդ է, ոնց կանենք երկու արժեք բազմապատկենք մի արժեքով, էլի, բայց Python-ը ֆայմում է, որ եթե ստեղ գրած ենք 1-2 անգամ 1.6, ինքը սա դարձնում է ասենց 1-2 անգամ 1.6, 1.6, իսկ սա էլ բռնեց 2-1-ի, 2-1-ի հանգիստ արեց։ Այս բարձր է ժողովուրդ։ Ես օրինակը միջալոց սա դոկումենտացիայից հարցած, իսկ հենց NumPy-ից ծրագրավորողների սարքած նյութն է, որ ոնց NumPy-ից օգտվել էլի, շատ հարմար սարքած է։ Ու այս խելացիությունը նաև երկչափ ու ուրիշ դեպքերում աշխատում։ Օրինակ, ստեղ ունենք սենց 5 բանի, 5-3-ի array ունենք, եկեք տպենք իրենց երկուսին էլ, print-ը ու print-ը։ Ու զնանք օրինակ գումարել իրար։ Հիմա ինքը ինչ պետք է անի, պետք է այս 1-2-3-ը բռնի ու սենց ձգի, դարձնի 4-3-ի, չէ՞, այսինքն պատճենի 1-2-3, այտենց սարքի, այսպես ձգի, ու նոր կարողանա իրար գումարել։ Ինքը հենց դա էլ անում է։ Հեսա, տեսեք, ստեղ 0-ներ, 10-եր, 20-ներ, 39 գումարում ենք այսա, 1-2-3-ը, դառնում է ստեղ 1-2-3, 11, 12, 13 եւ այլն։ Մի քիչ ավելի հետաքրքիր դեպքեր ունենք, օրինակ, եթե մի հատ բան լինի սենց 3-ը 1-ի, ներողություն 1-ը 3-ի, մի հատ էլ 2-ը 1-ի, այսինքն այս սենց բան լինի։ Հիմա սա ոնց պետք է ինքը անի։ Ակնհայտ չի, չէ՞ մի տեսակ, որտեվ 1-3-ա ու 2-1-ա։ Եթե այս 1-3-ը դարձնի 2-3, այս 2-1-ը չի ձգի, դրա համար ինքը ինչ է անում, ինքը մի հատ սկզբում բան է անում, այս 1-2-3-ը որ կա,
իրան պատճենումը դարձնում է 1 2 3 1 2 3, որ գոնե բռնի դառնա ոնց որ 2 3 ու 2 1, հետո 2 3 ու 2 1-ը որ կա, արդեն այս 10 20-ը որ կա, այս 10 20-ը 3 անգամ իրար կողքա դնում, դառնում է 10 10 10 20 20 20, ու արդեն դրանք կարող է իրար գումարել։ Երկու քայլանի process է վայրել, սկզբում առաջինը դզեց երկրորդին հարմար, հետո երկրորդը դզեց առաջին հարմար։ Նորմալ է։ Ստեղ էս print-ը այս docstring-ի պատճառով է, այսինքն եթե գրեմ, ահա։ Դե բարի, ես ոնց որ ամենա հզոր գաղափարներից էր, էլի։ Այսօրվա դասի երևի շատ հարմար բան է, անտանելի հարմար բան է։ Նա թեթև բաներ է լինել սրանից հետո։ Ոնց կարանք իրար միավորենք կամ ոնց կարանք տրոհենք զանգված array-ներ։ Օրինակ ստեղ ունենք 1 2 3 4 5 6։ Իրար կպցնելու համար կա մի հատ երկար բառ, որը կոչվում է concatenate, concatenate։ Գրում ենք np-get concatenate, դու tuple-ի մեջ կամ կարա list-ի մեջ, բայց tuple-ի մեջ ավելի լավ է, գրում ենք այդ երկու ցուցակը 1 2 3 ու 4 5 6, ինքն իրենց եկավ դրեց կպցրեց իրար։ Ուղղակի սենց իրար հետևից շարեց։ Եթե ուզենանք ասենք հորիզոնական իրար վրա շարել կամ vertical իրար վրա շարել, մտնիկով թարս ցույց տվեցի։ Դա համար պետք է ոնց որ իրար վրա շարելը stack է կոչվում, stack անել։ Ու որ ուզենանք ասենք vertical թե հորիզոնական, սկզբում տառենք, ասում ենք v stack կամ h stack։ Անպատասխանաբար vertical ու horizontal stack անելու համար։ Vertical-ով այս 1 2 3 4 5 6-ը բռնած իրար տակ դրեց։ Այսինքն այս առանցքով իրար սպանարեց, էլի միավորեց։ Հորիզոնտալն է այս առանցքով, ասենք դառավ 1 2 3 4 5 6։ Ու հակառակը իրար բաժանելու հետ կապված, եթե ստեղ ունենք sense մի հատ ցուցակ 1 2 3 4 5 6 օրինակ, ու իրան ուզենք բաժանենք 3 մասի, կարանք գրենք np-get split, տանք այդ ցուցակը, այս array, ու գրենք թե քանի մասի ենք ուզում բաժանել, այսինքն գրենք 3։ Ինքը մեզ տալիս է մի հատ նոր array, որտեղ որ 3 հատ նամպայ array է, 1 2-ով, 3 4-ով, 5 6-ով։ Ստեղ ուղղակի ցիկլով տպել եմ իրար, որ ավելի ինտերնելի լինի։ Եթե չափերը չբռներ, օրինակ ստեղ մի հատ 7 լիներ, սրան ինքը արդեն չէր կարողանալու տպի։ Չէր կարողանալու բաժանի, որտեղ հավասար մասերի չի կարող բաժանի, էլի պետք է ինչ-որտեղ մի քիչ ավելի շատ անի, իսկ տես դեպքում ինքը ուղղակի error է գցում։ Ինչ որ հարցեր ես կտորից ժողովուրդ։ Բարի։ Մեկ էլ եթե ունենանք մի քիչ ավելի հետաքրքիր դեպք, որ 2-ը 3-ի լինի օրինակ, 1 2 3 4 5 6 սենց, կարանք իրան ասենք, թե ինքը ինչ կտրվածքով իրանից բաժանի։ Կարանք ասենք օրինակ ըստ սյուների բաժանի, ասենք բաժանի 3 մասի ըստ սյուների, սյուների համար գրում ենք x-ը հավասար է 1, ահա, ու այսպես լինում է։ Այս օքեյ էր։ Դե ժողովուրդ, մի հատիկ էլ բան ասեմ, այսինքն մի քանի հատիկ էլ բան ասեմ, բայց մի հատ բան ասեմ ու մի 30 վայրկյանով կորեմ։ Էլեմենտ ոնց կարանք ավելացնենք կամ հեռացնենք։ Ավելացնելու համար մեր ծանոթ մեր ընկեր getAppend մեթոդն է։ Օրինակ այս 1 2 3 4 5-ին ուզում ենք ավելացնենք 6-ը, կարանք գրենք np-getAppend, ստեղ գրենք ասենք array, այս մեր array-ը ու տանք իրան այս մեր նոր էլեմենտը։ Կամ էլ ավելի մեծ հոգեհարազատ մեթոդ գրելու, կարանք ասենք array 1, նույն ձև ոնց վերևում ենք տեսել, էլի կարանք list-ը գրենք array-ը, հետո գրենք հրամանը, getAppend, ասենք այս մեր new element-ը։ Ստեղ մի հատ նիշ ավելորդ դրեցի։ Օ, մի վարքան խափեցի հասա։ Օ, խափեցի ժողովուրդ, կներեք։ Ասան այս append-ի համար տեղին չէր սա։ np-get-append-ը։ Չէ, այս array-ը, որ արդեն numpy օբյեկտ է, ինքը կհասկանա էլի ինչի մասին է խոսքը գնում։
Որ մենք հենց NumPy array-ի մեթոդ ենք օգտագործում ստեղ, էլի, այդ NT-ի կարիքը չկա։ Չզուտ սխալ է հիշում այդ բացատրությունը։ Այս 1 2 3 4 5-ը դարավ, բայց լավ արկածելի միջելոց։ Այս 1 2 3 4 5-ը դարավ 1 2 3 4 5 6, եթե ուզենանք տեղադրում անել, այստեղ նույն մեր np.insert-ն է, գրում ենք np.insert արա array 1D-ում s դիրքով երկրորդ դիրքում օրինակ։ Այս էլեմենտը։ Սկզբում դնում ենք դիրքը, հետո ասում ենք արժեքը։ Այս կարակ չհիշեք, կարող եք երբ մոռանաք դոկումենտացիայում նայեք, ինչ ժամանակ հետո կհիշեք, էլի։ Այստեղ 10-ը դրեց երրորդ դիրքում, դրա 1 2 10 3 4 5։ Ոնց կարանք հիմա ջնջենք հակառակ process-ը, էլի։ Ջնջելու համար ոնց որ get delete հրամանն է, շատ տրամաբանական անունով։ Տալիս ենք իրան index-ը, մենք բան, երրորդ index-ը ջնջի, որ մենք np.delete array 1D ու ասում ենք index ուղիմով, սա նման է pop հրամանին, էլի են մեր։ Ու ինքը նաև լսում եմ։ Եթե իրան delete-ով անենք, բայց այն տրամաբանական տարբերակով, այսինքն որը չգիտեմ 4-ից օրինակ մեծ լինի, ջնջի, այտենց հնարավոր է։ Փոքրացնի, թե չգիտեմ, չի լինի։ Այդ լավ հարց էր։ Իրականում կարանք ոնց որ մի հատ ուրիշ պատասխան, հենց այդ հստակ բաներ կպատասխանեմ, բայց այդպես դեպքերում կարանք ուղղակի պայմանի հակառակը գրենք։ Եթե ուզում ենք ասենք 4-ից մեծերին հեռացրու, կարանք ասենք ընտրի 4-ից փոքրերին ու այդպես վարվենք։ Այդ մի տարբերակ ուղղակի էլի, բայց հենց հստակ դիրքերով ջնջելու հետ կապված է, էսա գամ դրան։ Էսա էքսպերիմենտը պետք է անել էլի իրականում ճիշտ օրենքով։ Այսպես գրելով 1 2 3 4 5-ից երրորդ էլեմենտը ջնջեց, դառավ 1 2 3 5, ու նաև մենք կարանք իրան ասենք ոչ թե ուղղակի մի հատիկ ջնջի, այլ ասենք լիքը հատիկ ջնջի, սարքելով sense մի հատ բան, իրան տալու ցուցակելի թե ինքը հենց ինչեր ջնջի։ Sense երևի ավելի ինտերնալի կլինի։ Sense գանք ասենք ջնջի այս սրանք կոնկրետ։ Այստեղ ոնց որ զույգ դիրքերում 0.2/4-ում դրածները ջնջեց, տակը մնաց 2/4։ Հիմա գալով քո հարցին, ինձ թվում է, եթե այստեղ գրենք ուղղակի բան, ասենք, էլի պետք է այդ պայմանից օգտվենք, էլի, ասենք օրինակ մեծա 3x-ները ջնջել, այստեղ տպենք։ Ինքը այդ պայմանին բավարարողները կհեռացնի։ Այսինքն, այլ կերպ ասած, այստեղ կարանք համ բան տանք, համ տանք կոնկրետ դիրքեր, համ կարանք տանք բաներ, էլի true false-եր։ Որտեղ սա տակից true false-եր է սարքում ուղղակի, էլի։ Okay։ Այս կտորից ինչ որ հարցեր ժողովուրդ հարաբերս։ Բարի, սորտավորելու հետ կապված, եթե ուզենանք այս մեր ցուցակը սորտավորենք, կգրենք np.sort։ Всё, այդքան պատմություն։ Ասա այդ 5.0.9.11-ը դարձրեց 0.5.9.11։ Բայց սրա համար մենք ոնց որ կանչում էինք ու վերագրում էինք անփափխականի, եթե ուզենանք հենց տեղում մի անգամից ինքը սորտավորի, էլ իրան ինչ որտեղ չպահենք։ Կգրենք sense array 1D get sort օրինակ, էլի։ Դառնա sense 0.5.11։ Okay, սա ժողովուրդ։ Ահա, ճիշտ մի հատ էլ բան ասեմ։ Ու եթե ասենք մի քանի չափանի դեպք ունենք, ասենք 2-3-ի օրինակ, կարանք այդ սորտավորումը անենք ըստ բաների, ըստ առանցքների։ Օրինակ ասենք սորտավորի ըստ տողերի ու նայեք ինչ կլինի։ X-ը հավասարան 1 գրենք, այսինքն։ Այս 11.503 կդառնա 3.11.509, 4.1 կդառնա 0.1.4, այսինքն ամեն մի տողը սորտավորեց։ Ու կարանք ասենք բան արա, ըստ սյուների սորտավորի,
Այս կդառնա ոնց որ 4 1 0 11 509 3 մի վարքյան հա ներողություն սխալ կարծացի ժողովուրդ կդառնա 4 11 1 509 0 3 այ հիմա օքեյ լավ եկեք մի հատ էլ բան ասեմ նոր էլի քան այս թեմայի մեջ է եթե ուզենանք սորտավորելու արդյունքում իմանանք թե որ դիրքերն են իրար հետևից գալիս ստեղ գրում ենք սորտից առաջ մի հատ arg ասում ենք նպակ այդ arg sort եկեք օրինակով հասկանանք ինչ է կատարվում ստեղ ամենափոքրը 1-ն է հետո 2-ը հետո 6-ը 11-ը 509 իսկ դիրքերով եթե նայենք այս ոնց որ երրորդ էլեմենտն է սա առաջին էլեմենտն է սա 4-րդ էլեմենտն է սա 0-րդ էլեմենտն է սա երկրորդ էլեմենտն է այս մեր arg sort-ը հենց այդ է վերադարձրեց 3 1 4 0 2 ու նույն ձև եթե ուզենանք գտնենք ամենափոքրի կամ ամենամեծի դիրքը կարանք ասենք get arg-min ու get arg-max սենց ստանանք որ ամենափոքր էլեմենտը ներողություն ամենամեծ էլեմենտը երկրորդն է 0 1 509 ու ամենափոքրը երրորդն է իսկն 1 ու ինքը կարող նաև string-երը սորտավորի նույն ձև ոնց կարող էր Python-ը սորտավորի այ բնական կարգով սորտավորելու է էլի այ հիմա այս կտորը վсё ստեղից ինչ-որ հարցեր ժողովուրդ Այստեղ ունենք այդ key-ն, որ էլի կարանք օրինակ lambda ֆունկցիա տանք։ Ընտիր հարցը ես ճիշտ ասեմ չեմ փորձել օգտագործել, բայց ինձ թվում է կա տենց ինչ-որ մի բան։ Եկեք փորձենք։ Եկեք հենց սրա մեջ փորձենք։ Կարող է մի քիչ ուրիշ անունով լինի, բայց երևի քին տրամաբանական անուն է։ Ահա։ Axis parameters are axis not sort թե չէ, իսկ սովորական sort-ը ունի, տեսնես։ Սա կնայենք։ Վայ։ Բացկացի։ Բերի որտեղ Axis kind order կարող է order-ը լինի։ Եկեք բան դոկումենտացիան որ ցուցադրելու լինեմ, այդ ժամանակ կակրաս որպես օրինակ փորձենք դա հասկանալ։ Ես էլ չգիտեմ։ Գնանք կակրաս։ Այդ իսկական հենց տիպիկ ռեալիստիկ պատմություն կլինի, էլի որ լիքը բան չես իմանում, բայց դնում արագ դոկումենտացիայից գտնում։ Հիշացնեք էլի, հանկարծ եթե ես մոռանամ։ Էլի հարցեր ժողովուրդ։ Okay, ու մի քանի հատ էլ օգտակար բաներ։ Այստեղ եթե օրինակ ունենք sense մի հատ ցուցակ, մեջ խառը էլեմենտներ կա, մենք կարանք կոպիտ ասած բազմություն սարքենք այս ցուցակը, այսինքն ստանանք իր յուրօրինակ էլեմենտները գրելով np-get unique գրելով array, այս 1 2 3 4 5 եւ այլն, սրա մեջ յուրօրինակը 1 2 3 4 5-ն է։ Իսկ եթե մեզ հետաքրքիր թե քանի հատ կա 1, քանի հատ 2 եւ այլն, կարանք այս np-get unique-ում որպես արգումենտ գրենք return counts հավասարա true, այս ձև ինքը կվերադարձնի նաև քանակները։ Ու ինքը կտա մեզ 2 հատ array, դրա համար ստեղ ստորակետով 2 արժեքում են պահել։ Ու նայենք, տեսնենք որ գրած է 1-ից կա 2 հատ, 2-ից 2 հատ, 3-ից 1 հատ եւ այլն, ինչը համապատասխանում է իրականությանը։ Okay, սա, այս unique-ը։ Այս իմիջիալից այսա բավականին քիչ է օգտագործվում, որովհետեւ pandas-ը ունի շատ հարմար ձև սա անելու համար։ Այդ արդեն pandas-ի ժամանակ կտեսնենք։ Բայց չոր հարցեր ես կտորից։ Դե բարի, մեկ էլ երկու հատ է փոճուր բան, եթե ուզենանք հերթականությունը փոխենք array-ի, կարող գրենք np-get flip, ինքը հակառակ ձևով կպայի, ասենք հեսա 1 2 3 ջվատ օրինակի վրա եմ բերել ժողովուրդ ճիշտ որ ասեմ։ Կարելի գրեի array-ը հավասարա հեսա կձեմ արագ։ np-get array ստեղ թող լինի ուղղակի 1 2 3 4
5 կարելի ավելի լավ կլիներ range-ով կամ բանով գրեի, բայց լավ։ Այս մենք 2 3 4 5-ը դառավ 5 4 3 2 մենք ու հերթականությունը խառնելու համար նույն ձևն random-ում ենք գրում, կարող գրենք get shuffle դառավ 1 4 3 5 2։ Ու մի հատ էլ լավ բան, մենք ստեղ ունենք նույն լիստերի any wall-ը, որ կարող գրենք np-get any np-get all ու տանք ես մեր բան։ Մի խոսքով լրիվ նույն լիստերի նման մեջ էլի կարճ ասած։ True կամ false կվերադառնի, եթե բոլորը true են ու any-ա գրած, եթե ինչ որ մեկը գոնե true-ա ու any-ա գրած կվերադառնի true հակառակ դեպքում false, թե բոլորը true են ու all-ա գրած կվերադառնի true, հակառակ դեպքում false։ Այս բանն է, էլի։ Ինչ որ հարց տա ժողովուրդ։ Նրա, մեկ էլ այս NumPy տերնարի օպերատորը պատմեմ, ցույց տամ ավելի ճիշտ։ Ոնց է տերնարի օպերատորը, կարող ասենք, եթե x զույգը, այս ինչ որ մի ոնց որ ինքը x-ը ինչա է, ինչա փոփոխական պայ զույգ, եթե կենտակենտ ու կարող ենք սա սպիտողով գրենք։ Հիմա այս նույն պատմությունը կարող ենք անենք NumPy-ով, գրելով sense, ասում ենք np-get, այստեղ array ունենք 1 2 3 4 5-ին։ Գրում ենք np-get where, որտեղ։ Հետո գրում ենք պայմանը, հետո արժեքը թե ինչ պետք է լինի, եթե պայմանը ճշմարիտ է, ու արժեքը ինչ պետք է լինի, եթե պայմանը կեղծ է։ Ինքը ամբողջ array-ի վրա դա կիրառում է, ու տեսա ստացան կենտ զույգ, կենտ։ Okay, է սա։ Դա ոնց որ թե բան չունեմ, հա, չեմ մի հատ բան կասեմ։ Ու սա հետ կապված կարանք հավես բան անենք, ոնց որ ստեղ որ արժեք ենք գրում, ուղղակի գրում ենք զույգ։ Կարանք ոչ թե գրենք ուղղակի ֆիքսած ինչ-որ թիվ, այլ կարանք ասենք array-ի հետ կապված արժեք։ Օրինակ ասենք, եթե 2-ից մեծ է բան, պայման դասենք, եթե 2-ից մեծ է, գրի հենց իր արժեքը։ Իսկ որ գրում ենք array, չփոխված array-ն է, ինքը հենց այդ ինդեքսի արժեքը կթողի, հակառակ դեպքում գրի 0։ Սենց կդառնա 0 0 3 4 5։ Կամ կարանք ասենք, օրինակ, եթե զույգ է, գրի իր կրկնապատիկը, եթե կենտ է, իրանից 10 հանի, սա կլինի array մնացորդ 2 0 array անգամ 2 array -10։ Տեսեք, զույգերում 10-ը հանը, 1 -10, 3 -10, 5 -10, բան, նեղություն, այճիշտ զույգերում ասածս բան էլի, կենտերում պետք է ասել, ճիշտ էլի, ոչ թե զույգերում, զույգ դիրքերում։ Իսկ ուղղակի զույգ թվերը 2-4-ը 2-ով մեծ բազմապատկել է։ Ժորժ ստեղ ChatGPT-ին վարժությունները գրել, ճիշտ միասին են գրել, բայց մեծ մասին ինքնարարակ։ Վարժությունները սարքացնես տարբեր կտորներ վարժվելու համար, ենք հենց խնդիր չեն, ենք վարժությունիկ են ուղղակի, որ տես թեթև կրկնելու համար։ Սա եթե կուզեք, կարակ բռնեք ձեր համար բզբզակ, էլի։ Բայց ավելի լավ, առնվազն իմ կարծիքով, ավելի լավ մեթոդ է այս ամենը մարսելու, կոնկրետ ինչ-որ պրոյեկտներ անել, էլի, որտեղ սենց վարժություններով բանով ինքը եսի միշտ չի, էլի, հենա դոկումենտացիայում կնայք, տենց ինչ-որ կտորեկտը չհիշեք ոնց անել, իսկ անգիր անել էլ պետք չի, ուղղակի փորձի հետ ձեր ճաշակով արդեն այն ինչ դες պետք է կմտնի ձեր եղունքների տակ սենց ասած, էլի։ Բայց ամեն դեպքում գուցե ինչ-որ մեկը ուզի, դրա համար սա ներառել եմ, էլի։ Իսկ այդքան ասում եմ դոկումենտացիա, ստեղ միջած էլի նյութեր եմ դրել, բավականին հաջող են իրանք, ըստ նյութերն կարաք նայեք, որոնցից ամենահաջողը էս NumPy-ի դոկումենտացիան է, numpy.org կայքը, օրգանիզացիա։ Ինք ստեղ լիքը հրաշալի բաներ ունի, ոնց արագ սկսել, գրքույկ, որ տեսնել, թե կոնկրետ ինչերից ինչեր կա, API անայություն, API reference, որ բոլոր ֆունկցիաների համար գրվածին ուղղակի ինչ է անում։ Եթե ուզում ենք ինչ-որ բան ավելացնենք դրա համար ուղեցույց։ Մի խոսքով, եկեք օրինակ այս reference-ը բացենք, այստեղ բաժինների բաժանած, բաժիններով տրված է տարբեր լիքը հրամաններ ու կարող ենք այստեղ search անենք, ասենք sort, ինքը 1000 մի բան գտավ, մեզ օրինակ այս NumPy get sort-ն է ուղղակի պետք։
Կանք բացենք ու նայեք ինչ սիրուն է գրված, էլի ժողովուրդ։ Նամփայ կեցսորտ, արգումենտները, նկարագիր, պարամետրներ։ Ինչ ալգորիթմով ինքը սորտավորում անի։ Ոնց որ թե հաս չեն կարող նշենք, թե հենց կոնկրետ ոնց սորտավորի, կանք առանցքը նշենք, այս տեսակ թե ինչը սորտավորի ու տենց։ Նման ֆունկցիաներին է հղումներ դրած arc-sort, ND-array get-sort եւ այլն։ Մի քանի հատ նշումներ սորտավորման ալգորիթմերի արագագործությունների հետ կապված բաներ, էլի լիքը տեքստեր, ինչը ավելացել որ վերսիա, ու լավ տեղին օրինակներ էլի, հեսա։ Ժամանակ դոկումենտացիա են սարքել էլի իսկապես, ահա շատ ժամանակ տրամադրել են ու շատ լավն է ստացվել էլի արդյունքում։ Ահա, հեսա ձախից կարանք ասենք լավ եկեք հիմա էլ Arcmax-ը կարդանք։ Կտեսնենք։ Ինքը լավ արագ աշխատում էլի ուղղակի Zoom-ն է սպանում Wi-Fi, ներողություն Teams-ն է սպանում Wi-Fi-ից։ Էլի Arcmax-ն է էլի տեղին գրված դոկումենտացիա։ Մի խոսքով էս ձեր լավագույն ընկերը պետք է դառնա էլի։ Դե սա ու սովորական Google-ն է էլի ասեմ։ Can I print to no password? Այստեղ շրջանցումային լուծում են ասում, այդ ֆունկցիան, որ ուզում ես կիրառես ցուցակի մամփայիդ վրա, այստեղ գրես նաև օրինակ A ու այ դրա համար նայես։ Նայեք ինչ դուրս գա ժողովուրդ։ Ուզում ենք օրինակ ըստ սինուսի սորտավորենք, մի հատ ցուցակ ենք սարքում, որտեղ որ ինքը ըստ սինուսի սորտավորումը անում, հա։ Հետո գտնում ենք այդ ցուցակի ամենամեծ էլեմենտը որերորդն է, դիրքը։ Հետո մեր այն հին ցուցակից այդ դիրքի էլեմենտն ենք վերցնում։ Պատկերացեցիք։ Խելոք բան է իսկականից էլի։ Այս մի խոսքով։ Այս այլի մեր գործն էլ է սա։ Google-ը լավ տարբերակներ գտնել, դզել փչել ամեն ինչ։ Սկզբնական փոլում առնվազն էլի մեր գործն էլ է սա։ Դրա ժողովուրդ նամփայի հետ կապված ինչ-որ հարցեր։ Լավ։ Ճիշտը որ ասեմ, նախատեսած շալի երկար տևեց նամփայում։ Ես մի հատ մի բան մտածում էլի, կարող ինչ պլանները փոխենք ու Pandasը հաջորդ գրադարանի հետ միասին հաջորդ դասին անենք, այդ գրադարանը լինելու է matplotlib գրադարանների են գրաֆիկներ գծելու համար գրադարաններ են։ Կամ հիմա կարող շարունակենք Pandasը։ Հիմա բարձրաձայն պրոստը մտածում եմ, էլի ժողովուրդ։ Pandasն է կարող մի 1.5 ժամ տևի կամ մի ժամ։ Ինչպես Նախ դուք ոնց է ձեր էներգիան դրանից սկսենք էլի։ Չեմ ասում կշարունակենք, բայց եթե շարունակելու լինենք կձգեք, որտեղ եթե դուք ասած եթե հոգնածոտ եք արդեն, ուրեմն ակնհայտ է ինչ ենք անում, էլի։ Ժողովուրդ քչով ենք, կարանք պրոստը հերթով կարծիք ասեք, էլի։ Pandasը շատ մեծ չի, հիմա շարունակելու համար։ Ոնց որ շատ մեծ է, ահռելի մեծ է, այս նամփայինն էլ ահռելի մեծ չի։ Դժվար է ասել, նայած ինչ խորությամբ կնայենք, ոնց որ մի այսքան է նյութը, բայց լավ չէ ժողովուրդ, եկեք շատկի բան։ Հաջորդ դասին սա ու նկարելու բանը, սա ու Pandasը միասին կանենք։ Այսօր մի քիչ պլանը շեղվեց։ Այս Pandasը ընդհանուր ինքը ավելի շատ է,
ուղղակի քանի որ NumPy-ի հիմքով է, ես մտածում եմ ինչ որ բաներ արագ կգնան։ Բայց չէ, եկեք այսօր արդեն վերջացնենք շուտ։